Դուք էլ եք անում այդ նույն սխալը հորթերի փոլուծի դեպքում։ Գիտեք չէ, որ հորթերը փոլուծից ծածկում են ջրազրկման, հյուսվածության, ինքնաթունավորման և հիպոթերմիայի արդյունքում։ Պարզ է չէ, որ բոլորի կողմից սիրած հակաբիոտիկը միայնակ չի կարող արագ փրկել հորթին։ Փոլուծը արձանագրելուց հետո և մինչև անասնաբուժի գալը արագ կերպով կազմակերպեք առաջին օգնության հետևյալ միջոցառումները։ Առանձնացրեք հիվանդ հորթին տաք, չոր, առանց միջանցիկ քամու պահելատեղում։ Չափեք մարմնի ջերմաստիճանը, գնահատեք արդյոք կենդանին ունի կլման ակտ։ Փոլուծից կորցրած օրգանիզմի հեղուկը վերականգնելու համար պատրաստեք էլեկտրոլիտային լուծույթ տնային պայմաններում։ Այն համարվում է առաջին օրվա բուժօգնության կարևոր միջոց, սակայն չի կարող փոխարինել անասնաբուժական էլեկտրոլիտներին։ Ինչպես պատրաստել դեհիդրատացիոն լուծույթ տնային պայմաններում։ 1 լիտր եռացրած գոլացրած ջրին ավելացրեք 5 գրամ աղ, 20 գրամ շաքար կամ ավելի լավ է 4 թեյի գթալ գլյուկոզա, 2-ից 2,5 գրամ կերակրի սոդա, լավ խառնեք մինչև լավ լուծվի։ Խմեցրեք կաթով կերակրելուց 2 ժամ առաջ կամ հետո, ամեն անգամ կես լիտր։ Եվ հիշեք, լուծույթը չխառնել կաթի հետ, չավելացնել ավելի շատ աղ, չխմեցնել սառը, այլ նշված ջերմաստիճանին, 1 օրից ավելի չտալ, իսկ հետագա բուժման համար դիմեք անասնաբուժին։ Պատրաստման և տրման կարգը թողնում եմ նաև տեքստով։ Ուղարկիր այս նյութը ընկերներիդ և մի մոռացիր հետևել իմեջին։